Երբեմն ամենածանր ցավը այն երազանքներն են, որոնք չիրականացրիր, այն խոստումները, որ ինքդ քեզ տվեցիր ու հետո մոռացար, այն ճանապարհները, որոնցով կարող էիր գնալ, բայց վախեցար։ Դու ունեցել ես երազանքներ, մեծ, հստակ, վառ, դու պատկերացրել ես քեզ ուրիշ քաղաքում, ուրիշ աշխատանքում, ուրիշ իրականության մեջ։ Դու հավատացել ես, որ մի օր կունենաս այն կյանքը, որի մասին գիշերները մտածում էիր, բայց հետո եկան հարմար որոշումները, անվտանգ տարբերակները, մարդկանց կարծիքները, ինչ կասենները, եւ դու կամաց-կամաց սկսեցիր դավաճանել քո ցանկություններին, հանուն կայունության, հանուն ընդունված լինելու, հանուն չվախենալու։ Սկզբում դա աննկատ էր։ Դու ասում էիր, դեռ ժամանակ կա, ասում էիր, հետո կսկսեմ, ասում էիր, հիմա ճիշտ պահը չէ, բայց տարիները չեն հարցնում, պատրաստ ես։ Եվ մի օր կանգնում ես քո իրականության առաջ ու հասկանում, դու ապրում ես, բայց ամբողջությամբ չես ապրում։ Քո ներսում դեռ կա այն տարբերակը, որը համարձակ էր, որը ուզում էր փորձել, որը չէր վախենում ձախողվելուց։ Դու զգում ես մի թաքուն ցավ, ոչ այն, որ քեզ ինչ-որ մեկը լքել է, այլ այն, որ դու ինքդ քեզ ես լքել։ Չապրած երազանքները չեն անհետանում, նրանք դառնում են ծանրություն, դառնում են հարց. ինչ կլիներ եթե։ Եվ այդ հարցը երբեմն ավելի ցավոտ է, քան ցանկացած կորուստ, բայց այստեղ մի կարևոր ճշմարտություն կա, քանի դեռ դու շնչում ես, ուշ չէ, գուցե չես կարող վերադառնալ նույն տարիքին, գուցե չես կարող փոխել անցյալը, բայց դու կարող ես փոխել ուղղությունը։ Երազանքները չեն պահանջում կատարելություն, նրանք պահանջում են համարձակություն, նորից հավատալու քեզ, համարձակություն, սկսելու փոքր քայլից, համարձակություն, ընդունելու, որ ձախողվելը ամոթ չէ, իսկ չփորձելը կորուստ է։ Դու չես ուշացել, դու պարզապես մի պահ մոռացել էիր, թե ով էիր ուզում դառնալ, եւ գուցե հենց հիմա ժամանակն է վերադառնալու այդ մարդուն, քանի որ ամենամեծ ողբերգությունը ձախողումը չէ, ամենամեծ ողբերգությունը ապրելն է, առանց երբևէ փորձելու։